Սա այդ դասկա опционов կոչվածն է։ Մեկ, այս մեջտեղը դեմ եք 82 83 вообще դա ստրայքն է, то есть цена исполнения 82-ը, то есть այդ կապույտ գիծը որտեղ որ անցնում է, հա, դա նշանակում է հիմա շուկայական գինը այդտեղ է։ Այս պահին գինը 82-ա, տեսնում եք, որոշումը չի կայացվում այսենց գծի տակով, այս փոչերի տակով գիծ քաշելով, դրանով չի կարելի ուռովին կառուցել ու ասել, որ ես այդտեղից տրեյդ եմ անելու։ Սա թետա, վեգա, գամմա, դելտա, դա այն տառերն է, որը որ բացատրում են։ Դրանք այն թվերն են, որոնք որ մասնակցում են այդ գնի որոշման բանաձևի մեջ, теоретически ցնայ հաշվարկի մեջ։ Ստեղ մենք տեսնում ենք открытый интерес-ը։ Ստեղ 18000 կոնտրակտ այս 80-ի վրա։ Դրված է ու երևում է, որ ամենամեծ открытый интерес-ը իր վրա է։ Մի опционի կոնտրակտը իր մեջ 100 հատ ակցիա է պարունակում։ Դուք պետք է անեք 18000 անգամ 100 ու անգամ բազային ակտիվի գին, որ հասկանաք սպոտով դա քանի դոլարի գործարք է։ Այդ վաճառողները սկսելու են իրենց պոզիցիան այդտեղ պահել, խեջավորել, պաշտպանել։ Հիմա նայեք դրանից վերև ինչա կատարվում, դատարկություն է։ Դրանից վերև մենակ ստանդարտный отклонениայով կամ կլոր թվերով պոզիցիաներն է դրել լիկվիդնեսը ստականի մեջ տալիս է, ինքը պրոստը խեջավորում է, կոպիտ ասած իր опционները, կոնկրետ ալգորիթմները աշխատում։ Մենք արդեն գիտենք, որ 80-ից ներքև միանշանակ սկսելու են խեջավորվել, որովհետև գնալու է վջենգի, դելտայի կորը սենսից դառնալու է ավելի սենս, գամման արագանալու է ու կակրած այդ հայտնի գամմա սկվիզն է լինելու։ Option ծախողը ինքը պրոստը ուզում է թետան վեկալի։ Ինքը չի ուզում ընկնի այդ դելտայի ու գամմայի ռիսկի տակ։ Բնականաբար դա խեջավորվելու է։ Այս ամեն ինչի հիման վրա որոշում են, որ իր պատժկեն ոչ թե 78 եսիմ ինչքանն է, այլ 80-ին դաժե պետքա չհասնի, որ ու հիմա նայեք դրանից հետո, երբ որ այսի արդեն ինչ եղավ։ Հլնայեք ուրա եկել գինը 80-25, որից հետո որ ոնց է վիկուպը եղել։ Դաժե 80-ին չի կարողացել մոտենա։